Գնում ենք պրոդուկտի մի շաբաթը, որ պրոդուկտ ստանանք, իրոք մի շաբաթ պոշի սասայի պրոդուկտ։ Հետո բանը, այդ մեկ ճանապարհով մեր դրաչի վրա իրենք նստած են։ Մի անգամ սկսում էր վրա կայակելը, 4 հոգի են իրենք։ Ամեկը հետևից մենք ենք 4 հոգի։ Ամեկը հետ գնաց, փախեց, երկը փախեց, երկու մնացին, այն երկուսին խփին, մնացի մենակ ես։ Ես էլ երկի դեմ պայքարեցի, կրկրեցին ձեռնամաս, թողին փախան։ Իսկ օգնություն կանչել չհասցրեցիր, թե ինչպես էր պահին։ Օգնություն կանչեցի, գորգորացի, անունը տվի, լուծե հետո օգնեց, որ ոչ մի բան չարի։ Ինչի կարիք ունեցու ամենաշատը։ Ոչ մի բանի, առողջանանք տեթանք ծառայության։ Նորից ուզում ես գնաս ծառայության, ինչ-որ վախ չունես։ Վախ չկա։ Մենթելի պենց վիճակների նույն ձև ես նիավորվելու։ Ոչ, նույն վիճակ արդեն մեր մոտ զենք ապելու, որ եթար զենք դերնի մոտ։ Տուալետ էի գնում, ճանապարհին կրակեցին, հետ գնացի տղաների մոտ, հետո նրանք էլ սկսան կրակելը, մի 20 րոպե դեռ տեղ կռիվ էր գնում, Տենից իջսան հիվանդանաց։ Ընդհանրապես մեր պոստում շատ հանգիստ էր, խախանդ էր, դեպքեր չէր տեղի ունեցել, մինչև էդ էլ էլի, որ ասենք չէի լսել, որ մեր պոստում հենց ինչ-որ տենց դեպք եղած լինի վիրավոր կամ ինչ-որ մի բան։ Թոքս էր վիրավորվել։ Հնազին Հուլիսի 25-ի գիշերն էր, պոստավորի հանձնեցինք եկամ կակրծեր ընկեր և ավակ ընկեր, դեմիս կայնումա ավակ ընկեր, առուք երթափող և արդուն երթափող, առուք երթափողը կայնումա կացարանի դեմը, վերահասկումա ներսի մարդկանց հանգիստը, հանգիստը վերահասկելու 2:20-25 կրծենք ես դեպի Զուքրանի յան գնալու ժամանակ իրայանը կրակում են և գրանատ են շպրտում, մի անգամից դե կրակում եմ, դե ուղղությունը փոխում են իմ վրա, ես սկսում կրակելը, հետո տեղս փոխելու ժամանակ ընկնում եմ, ոտս չի աշխատում, հետո կրակում եմ մի քիչ, հետո մտնում դաշ։ Քո ոտքին են խփել, հա։ Հրազաներին գնացած քեզ։ Ինչա՞ կար ձեր մոտ, թե կարողացա կողմնորոշվել ժամանակին։ Չէ, այդ պահը չէր ճոպում, ոնց կարվում են։ Ինքը միշտ մեծ սպասումով է բարձրացել դիրքերը, միշտ մամասմա դիրքերում շատ լավ ենք զգում, մենք կանգնած ենք հպարտ, կանգնած ենք պատրաստ, որ ասեմ վախեցել է, միշտ ասենք վախ է եղել իր մեջ դիրքերը բարձրանելու չի ազջան, դա սխալ կլինի և այդ օրն էլ էլի պատրաստականությամբ մեծ զինվորի ուժով ինքը լուսադեմի 5:30-ին կանգնած է եղել դիրքերում և այդ դեպքը պատահել է իր հետ։ Առանձնապես չեմ ուզում շատ իրեն հարցեր տամ, հիշի ինքը այդ պահերը այս հիվանդ ժամանակ, բայց դե պատմում է, որ 5:30 մոտքեր ուժեղ տրաքոցի ձայն լսվեց և կրակի նման ուժեղ, ասում եմ մամա սուլող ձայնով, ինչ-որ շվալով, եկավ ու ընգավ կողքը, հենց կողքը ընգել ու տրաքել է և դրանից ինչ-որ ականներ են դուրս եկել, կողքը, աջ ձախ ոտքերը, հիմնականում ձախ ոտքը, կոտրվածք, ասկոլկեքը թևերի մեջ,
Մի խոսքով։